Նախ ես ցանկանում եմ օգտվել վերականգնված է լրությունը։ Նախ ես ցանկանում եմ օգտվել այս ելույթի հնարավորությունից պատասխանելու համար վերջին քննարկման մեջ ձեր հնչած մեղադրանքին, պարոն նախարար, դուք ասացիք, որ ես աղավաղում եմ փաստորեն ներքին գնագոյացման հետ կապված խնդիրները։ Եթե ես աղավաղում եմ դրանք, ուրեմն նույն մեղադրանքը դուք պետք է ուղղեք ձեր մեծամասնության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին, որը շատ պարզ լեզվով եւ շատ հիմնավորված բացատրեց, թե ինչու է ինքը համարում, որ մենք իրականում վերահսկողությունը ներքին գնագոյացման վրա կորցնում ենք։ Եվ պարզից էլ պարզ է, որ այն դրույթը, որ դուք կարդացիք, ոչինչ դրա մեջ չի փոխում։ Մենք էլ գիտենք, որ ամեն ինչ կարգավորվում է Հայաստանի օրենքներով, բայց կոնկրետ վերահսկման մեխանիզմները թուլացված են։ Չգիտեմ, եթե ինձ պատասխանելու բան ունեք, նախ եւ առաջ պատասխանեք Դավիթ Հարությունյանին։ Սա մեկ։ Հիմա ինչ վերաբերվում է այս փաստաթղթին։ Կռվածնում ենք ձեզ ուղղակի։ Ինչ վերաբերվում է կոնկրետ այս փաստաթղթին։ Մենք կարծում ենք, որ այս փաստաթղթի մեջ կան բազմաթիվ դրական դրույթներ։ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության տնտեսական հարաբերությունները մենք շատ կարևորում ենք եւ կարծում ենք, որ այդ փաստաթղթում կան բազմաթիվ հոդվածներ, որոնք նպաստավոր հիմք են ստեղծում Ռուսաստանի եւ Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Ավելին ասեմ, սա ներկայացված փաստաթղթերից երևի միակ փաստաթուղթն է, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը հանդես են գալիս որպես իրավահավասար գործընկերներ եւ փաստորեն խոսք է գնում շատ նորմալ փոխշահավետ համագործակցության մասին։ Եվ եթե այդպիսի հնարավորություն լիներ, որ Հայաստանը ընդուներ միայն այս փաստաթուղթը, բայց հրաժարվեր այն երկուսից, ես կարծում եմ, որ այդ հնարավորությունից կարելի էր օգտվել։ Եվ մեր ֆրակցիան կողմ կքվեարկեր, եթե հավատար նման հնարավորությանը։ Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության մենք գործ ունենք ազգային ժողով բերված ամբողջական փաթեթի հետ, որը պետք է կարգավորի Հայաստանի եւ Ռուսաստանի միջև նոր այս տնտեսական հարաբերությունները, ուրեմն մենք կոնկրետ այս համաձայնագրի պարագայում զերծ կմնանք քվեարկությունից։